Ուրեմն այսպես, ի սկզբանե ասեմ 7 տարվա մեջ մեր մաքսային արժեքը եռակի բարձրացել է։ Այսինքն, երբ որ մաքսային արժեքը բարձրացնում էին, ես նույն ձև կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակից եմ եղել եւ հարց եմ տվել մեր մաքսային աշխատակիցներին։ Ասենք, ոնց կարող եմ ես ձեզ ապացուցել, որ այս ապրանքը գնել եմ $5, ոչ թե $10, որ դուք գնահատում եք այդպես։ Այդ ոսկուն թե այլ ապրանքի մասին։ Չէ, ես հագուստից եմ խոսում։ Ես իմ բիզնեսը հագուստականացի եւ դրանից եմ խոսում։ Ասեցի, օրինակ հիմա ասեք, ինչ թուղթ բերեմ, դուք Թուրքիայի ճանապարհը բացել եք, դուք եք բացել, դուք թույլ եք տվել, մենք ներմուծում անենք Թուրքիայից, բայց հիմա դուք ինձ ասեք, որ բանկով եմ փոխանցում անելու, եւ ապրանքի թուղթը, որ խանութը տալիս է իր կոմպյուտերային թուղթը, դուք հիմք եք համարում թե չէ, ոնց անեմ փոխանցումը, որ հիմք համարեք իմ ձեռքբերված ապրանքը։ Ինձ պատասխան տվեցին, որ մենք ձեզ ոչ մի բանով չենք կարող օգնել։ Երկու ընկերուհի գնացել ենք Թուրքիա, ձեռք ենք բերել $10,000 ապրանք։ Մեկս երկու։ Ինչքան եք հարկ վճարել $10,000 դիմաց։ Ես օրինակն եմ ասում, հիմա այս պահին է չեմ բերել օրինակի։ Ուրեմն մեկի վրա հարկը նստել է շատ ավելի բարձր, ես ձեզ իրական ասեմ, որ քանի որ ես հաշվապատ չեմ եւ չեմ Տոկոսային կարա՞ք ասեք ինչքան է նստել։ Մեկից վրա քաշը նստել է $12, մեկի վրա $9։ Հիմա ասեք շուկան մրցակցություն կա։ Ես ոնց կարող եմ մրցակցել նման պայմաններում։ Մի հատ բան ասեմ, գելի, բերեք քաշով մի ասեք, ինձ ասենք $10,000 հաշվարկով ասեք, որտեղ գումարային հաշվարկով։ Սենց ասեմ, էլի, ես դեպքեր տեսել եմ, որ այս կիլո, որ ճիշտ է, այս կիլոն բարձրացնում են իրանք տարեստարի ձեր վրա, ինչ-որ որոշակի մեխանիզմով, բայց ես շատ մարդկանց հայտարարել եմ վերլուծել, իրականում այդ ինչը որ վճարում է, եթե իրանք վճարեն իրանք ինվոյսային արժեքով, անհամեմատ ավելի բարձր լինելու իրանք վճարած հարկը, քան իրանք որ կիլով վճարում են։ Կան որոշակի ապրանքներ, որոնց մաքսային արժեքները անհամատեղելի օրինակ տարբերում է։ Օրինակի համար այդ ապրանքներից կարամ ասեմ, օրինակ կանացի այդ շարֆերն են, որոնք մեր մոտ մի հատ աբսուրդ գինա դրած այդ շարֆերի վրա, որ լուրջ խնդիր է այդ մասով ու մարդիկ չեն կարող դրա դեմ պայքարեն։ Բայց Թուրքիայի մասով ստե խնդիրը ձեր դեպքում ոչ թե հայտարարումն է, հա, որտեղ վճարումը կարաք Թուրքիա անեք։ Ես չգիտեմ, ձեզով ասում որ չեք կարող անեք, եթե մաքսային աշխատակից։ Դե ես արել եմ, հիմա չգիտեմ դուք եք ասում չեք կամ տարիներ շարունակ արել ենք։ Էլի ինչե վերջ բրճացնեմ, չէ, մի հատ ուրիշ ուղղությամբ փոխանցել ենք։ Բանկյան, մի վարքյան, դա հիմա մի հատ կարևոր բան ասեմ, բանկյան։ Նայեք, մենք ունենք մի հատ խնդիր, այդ նույնը այս հարցը մենք տնտեսական հանձնաժողովում էլ ասենք, որ դասական ծանր հաշվապահություն անելու դեպքում, այո, կգտնվեն ճանապարհներ, այդ Կովկաս տրանսը ինչա, որ բերում է Թուրքիայից ապրանքի վարան, կարվի։ Բայց սա խոսքը գնում է նրա մասին, օրինակ, այո, մենք ունենք միջին եւ բարձր ընկերություններ, որոնք նույնիսկ ընդեղից հաստոցներ են բերում եւ փոխանցում են ինչ-որ ձև անում են։ Հիմա խնդրում եմ իջնենք իրականություն ու ասենք, չէ, էլի ես ուզում եմ ասեմ, որ այդ ձեր մոտեցումը այնպես չլինի, որ ոնց ասեմ, պահանջատիրական ու բանով, որ մենք ավելի թանկ իրանց դեպքը ուրիշ է, իրանց հավաքական բեռեր, դրա մասով պետք է մոտեցում ուրիշ լինի, դա ուզում գայի ասեի, պրոստը չթողեցեք։ Քանի որ ձերը հավաքական բեռը հենց դրան է գնում, էլի։ Այդ հավաքական բեռն ինչ է նշանակում, ասեմ, դուք ընդդեից որ ձեռք եք բերում, մի հոգուց չեք ձեռք բերում, ասենք կարող է $10,000 100 հոգուց առնեք, էլի։ Այսինքն ձեր հայտարարումը, ձեր ներմուծումները պետք է ոչ թե մի մաքսային հայտարարագիր լիներ, այլ Հավրատ մաքսային հայտարարագիր պետք է լինեն, որտեղ հավրոքից եք ձեռք բերել։ Խնդիրը դրա մեջ է, որ պետք է հենց այս կարգոները նախատեսված են եղել, հենց այդ հավաքական բեռը մեկ բանով ձևակերպելուն, էլի։ Իսկ այնտեղ եթե կան որոշ ապրանքներ, որոնք չեն բացառում, որոնց մաքսային արժեքները անհամեմատ բարձր է, խնդիր չկա, բերեք այդ ապրանքների ցանկը, մենք կարանք հենց Պեկին գրենք այդ խմբերը, բայց բերեք հստակ հիմնավորումներ, դա որ ապրանքն է, ինչ ապրանք է, ինչ գին արժի այդ ապրանքը, հա, եւ ինչու է դրա մաքսային արժեքը այդքան բարձր, որովհետեւ ասեմ, այդ մաքսային արժեքների ներդրումը
մեր բանում մարդկային գործոն է ավելի շատ, որտեղ մեկը նստում ինտերնետով խփում է, տենում է մի $10,000 դնում, այլ չէ, նայում այդ ապրանքը $100 արժի, թե $10, էլի, սենց ասեմ, էլի դրա համար եթե տենց խնդիր կա ու ինքը որոշ ապրանքների վրա, կարակ այդ ապրանքների օրինակը բերեք, հենց պեկին գրենք, մենք հենց PMZ-ով է կարանք մեր ասոցիացիայով գրենք, ասենք որ սենց խնդիր կա, բան արեք, էլի այս մոտեցումը փոխեք այդ ձեր մաքսային բանը։ Գիտեք, ես ինչ առաջարկ եմ ստացել, առաջարկ եմ ստացել չեք էժանը բերում թանկը բերեք, ես վաճառում եմ գյուղացու վրա, գյուղացին ի վիճակի չի թանկը գնելու, առաջարկը եղելա դա, ինչ եք էժանը բերում, թանկը չեք բերում, ես իրանց խնդրել եմ, ասել եմ ասեք բանկ, որ փոխանցեմ, որ ձեզ հաստատեմ, որ կարողանամ եւ ճիշտ դակումենտ, ի սկզբանե, որ դուք ասում եք մաքսային արժեքները ճիշտ է հաշված ավելի քիչ է հաշված, ոչ ոչ թե ի սկզբանե սաղին ես շատերին եմ ուսումնասիրել, ասեմ ձեզ, որ շատ ոլորտներ կա, որ անհամատեժն է։ Միգուցե Աբովյան փողոցի հագուստի գներն եք նայել եւ համեմատում եք Orange Mall-ի կամ Սուրմալուի կամ Փեթակի արժեքներին, միգուցե ես վստահ եմ ասում, որովհետեւ ես մաքսայինում շատ անգամ եմ հարցեր ունեցել։ Ես մինչեւ այսօր մաքսայինի հետ խնդիրներ ունեմ։ Ես մինչև այսօր մաքսայինի հետ խնդիրներ ունեմ եւ դատարանով իրանց ապացուցել եմ, որ իրանք սխալ են։ Դատարանով 3 դատ եմ շահել ու ես իմ ապրանքը դեռ մինչև այսօր չեմ ստացել։ Մինչև այսօր ես իմ ապրանքը չեմ ստացել, 3 դատ եմ 18 թվին։ Բողոքարկել եմ, ապացուցել եմ փաստերով 3 դատ։ Ու ընդամենը ես պետք է իրանց վճարել իրանց ասելով ավել 400,000 դրամ, բայց փաստացի ես իմ ճիշտը ապացուցելու համար ես չեմ վճարել, տվել եմ դատի։ Դրանից շատ ծախսել եմ, բայց ես ուզել եմ ապացուցել, որ մաքսայինը շատ սխալ է աշխատում։ Ես չեմ ասում շատ ճիշտ է աշխատում, ասում եմ եթե կան դեպքեր, որոնք որ անհամեմատ տարբերվում են, այդ դուք որ չեք դուք տվեք այդ ապրանքների ցանկը մենք կգրենք իրանց որ իրանք փոխեն։ Դուք չեք մտածում, որ մաքսայինից ի սկզբանե սկսած ծանոթ բարեկամով սկսվում է, մենք ոնց մրցակցենք։ Մենք հասարակ երկրի քաղաքացիներ ենք, PMZ-ներ ենք, որոնք որ ապրում են այս երկրում եւ մեր աշխատանքը ծախսում ենք այս երկրում։ Իրանք ուզում են խոշորացնել, խոշորացնելու դեպքում ինձ անվտանգությունն էլ ականջը ցույցին մասնակցելու համար։ Ես ասել եմ, ես պայքարում եմ նրա համար, որ հայրենիք չկորցնեմ։ Մենք սովոր ենք, նորմալ միջին կարգով ապրող ենք, իրանց նման անկուշտներ չեն։ Իսկ ինչ են ուզում խոշորացնել, չէ՞ որ միջին ու մանր բիզնեսն է երկրի աղքատության շեմը պահում։ Եկեք ես, հիմա ես ձեզ կարամ, եթե ինձ 1 օր ժամանակ տա, մինիմում 1 օրվա մեջ մի 25-30 հոգի ասեմ, որ այս քանի օրում իր ածն փակել է։ Ու այդ մարդը շատ ծանր ճգնաժամի մեջ։ Այդ նայեք, այդ ամբողջ process-ը մենք էլ ենք այս երկրում ապրում, այս չէ որ մենք տենց վերևից ենք սաղին նայում, հա, մենք էլ ենք այդ ամեն ինչը նկատում։ Ինչ դուք ասում եք, հա, ես այդ մաքսային դատեր կամ այդ մաքսային արժեքների, այսինքն այդ տարիներ շարունակ է դրա դեմ ես պայքարում եմ, տարիներ շարունակ նմանատիպ գործեր շատ եմ արել, բայց ինչ կա իրականությունն եմ ասում, ես թե չեմ եկել ձեզ մենակ այն բաները ասեմ, որ ձեզ գոհացնեն, ես շատ եմ նկատել, որ օրինակի համար ինչեր եմ նկատել, եթե դուք ետեք ձեր հայտարարները նայեք, ես հավաստիացնում եմ ձեզ, դուք ետեք կնկատեք, ձեր մաքսային հայտարարների վիճակը գրական արժեքը, հա, որով դուք հարկեր եք վճարել, անհամեմատ մեծ է լինելու, քան ձեր բերած արժեքը, որը որ դուք ցույց եք տվել հարկայինում։ Համոզված եք։ Այո, իսկ մեկ վայրկյան ավարտեմ, հա։ Եթե դուք նմանատիպ շարունակեք ձեր գործելավոճը, նախկինում եթե շրջանառության հարկ վճարողը իր հարկերը նվազեցնում էր մաքսային արժեքով, հիմա նվազեցնելու է ինվոյսային արժեքից, այսինքն ձեր հարկային բեռը ավելի շատ ավելանալու է ձեր սխալ աշխատելու շնորհիվ։ Հիմա գնացեք եւ դուք տեսեք այդ բանը եւ ու շատերի մոտ եմ դա նկատել եւ խորհուրդ եմ տվել մարդկանց, եթե դուք անգամ հարկը օրինակ $1,000-ից է եթե հաշվարկվում, քո ինվոյսն էլ համապատասխանացրել այդ $1,000-ին, որ ավել հարկ չվճարես։ Չգիտեմ, հենց դա գալիս է նրանից, որ դուք չեք ուսումնասիրել ձեր, չգիտեմ, փաստաթղթե, կարող դուք անձամբ ձեզ չեմ, որտեղ դուք տենց ոնց որ process-ի մեջ մասնակցել եք մաքսայինի բան, բայց ձեր ոլորտի, գնացեք որ շուկայում որ աշխատում եք կամ ձեր ոլորտի, հա, Թուրքիայից բերող 1000-ից
հա 1000 հոգուց կամ չգիտեմ մոտիկ կամ 20 հոգուն տեսեք 20-ից 19 հոգու մոտ լինելու է այն ինչ որ ես ձեզ ասում եմ ոչ թե խոշոր հիմնարկական մենք որ թույլ տանք որ ժամանակը բանա մյուսներին էլ լսենք էլի Պարոն այսօր մենք մեծածախում ապրանք ունենք, վաճառում ենք այն գնով, ինչ որ խոշոր խանութներում վաճառվում է նույն գնով, հատավաճառ։ Այսինքն կողմնակի ծախսեր, ռեկլամներ, ավելնոր ծախսեր։ Մենք եթե մեր հաշվապահական ծախսերը այսօր մի որոշ չափով է մեծացել եւ սպասվում է ավելի նման հաշվառումներն անել մեծանալու, դա մեր ընտանիքների վրա երևալու է, մեր ծախսերը երևալու է։ Բնական է, շուկան մրցունակ է ու շատ դժվար է բարձր գներով վաճառելը։ Տկենք այն, եկեք մյուսներին էլ բանենք, խոսք տանք, իրականում ստեղ ես մի հատ տենց պրոստը ռեմարկ անեմ, որ մեր ընկեր Քեյանը տենց միտի տարկեք էլի, որ ինքը համոզում ամեն ինչ ճիշտ է, չէ, ինքն էլ է իրական կյանքում ամեն օր այդ պայքարի մեջ, ստեղ պարզապես բանի հարցը, հա, ստեղ պարզապես բանի խնդիրը, որ մենք բացի ես ասեմ տկենք այն, բայց ստեղ մենք անուշնորհետ էր երևի ուզում ասել, որ մենք պետք է իմանանք, որ մենք գործ ունենք փոքր բիզնեսի հետ ու երբեմն իրանից պահանջում ենք շատ ավելի խորը մասնագիտական գիտելիքներ ու ստեղ էլի շատ կարևոր է, որ այդ մասնագիտական գիտելիքները պահանջելիս էլ նաև պետական մարմինները պետք է գան, կրթեն, իրազեկեն, այսինքն սենց սեմինար չեմ ասում մեծաթիվ ենք, չէ, սենց սեմինար շրջարկի փոփոխությունների որևիցե մեկը լսել է, որ պետական մարմինները արել։ Այսինքն, էսա ոչ թե որ տենց գնան դահլիճում բանանեն, տենց ասեն, էսա փոխվեց, տեսություն, այլ իրական ու նաև դա օգուտ է տալիս հենց քաղաքականություն մշակողներին, որ իրական հատվածից ինքը խնդիր լսում է։ Կարող է տիկին կարեն կիսատ պրատաներ կասում, պայմանական եմ ասում, բանով տենց օրենքի տառի բաներով չի ասում, տերմիններով չի ասում, բայց ինքը իրական կյանքից է եւ ասում է, այս խնդիրը ունի։ Ու այս շղթայում իրականում խնդիր կա, կամ պետք է ընտրեք, գնաք թանկացնեք ամեն հատ ապրանքով ներմուծում անել եւ այլն, որը ձեր դաշտի խնդիր չի, եւ կամ էլ ասենք մենք այսօր դրա համար շրջանառության հարկը գալիս էր լուծելու սենց հարցերը, սա այս նույն խոսակցությունը մենք ունեցել ենք 12 թվին, 11 թվին, ինքը գալիս էր լուծելու նաեւ այս հարցը, այսինքն վերջում էինք հարկում։ Մենք պետությանը շրջանառությանը մի խափի եւ հարկը վճարը։ Որ հարցը բարձրացիք շատ լավ էր, հիշեցեք, գնացեք ստուգեք էլի ձեր ովքերով ներմուծում են անում, ձեր ինվոյսային արժեքը, մաքսային արժեքը ամեն մատեք։ Հիմա